Հայկական դիվանագիտության բենեֆիսից հետո հաջորդեց Մոսկվա այցը, որում այդ այցն է շատ հետաքրքիր, ուղիղ չվերթով Համբուրգից Մոսկվա, դա թռիչք էր երկաթե վարագույրի վրայով։ Վարագույր, որը ձևավորվում է Ռուսաստանի և քաղաքակիրթ աշխարհի միջև։ Վայրեջքը տեղի չունեցավ, դե որովհետև ուկրաինական անօդաչուները գրոհում էին մոսկովյան օդակայանները։ Հարյուրավոր անօդաչուներ գրոհում էին ռուսական օդակայանները, մոսկովյան օդակայանները և մի քանի ժամ ուղղակի ոչ միջավերտ, ոչ գնում էր, ոչ գալիս։ Այս ամենը մի քանի հարցեր է առաջացնում։ Ի վերջո, հայտնի չի, երբ և ինչպես կվերջանա այն այլանդակությունը, որը նախաձեռնել է հենց Ռուսաստանը ընդդեմ Ուկրաինայի և ինչ կլինի այդ երկաթե վարագույրի հետ։ Բայց այստեղ կարևոր է մի բան, որ մենք այդ երկաթե վարագույրը երբ իջնի, լինենք հակառակ կողմում Ռուսաստանի, և երկրորդը, որ շատ կարևոր է, հանկարծ մեր գլխի վրա այդ երկաթե վարագույրը չիջնի, շատ ծանր է։ Իսկ դա նշանակում է մի բան. Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա այս գորշ գոտուց, երբ հայտնի չի Հայաստանը որտեղ է։ Հայաստանը դեռ ոչ մի տեղ է, կամ Հայաստանը և այստեղ է, և այնտեղ է, և ամենուր է։ Եվ անունն էլ դնում ենք բալանսավորում, սա վտանգավոր է։